Մայիսի 14-ին ՌԻԱ Նովոստին հաղորդեց, որ Ռուսաստանի ԱԳՆՆ թարմացրել է այն երկրների ցանկը, որտեղ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար կա ԱՄՆ հարցումներով ձերբակալման բարձր ռիսկ։ Ցանկում ներառվել է նաև Հայաստանը, սա է ազդանշանը։ Ոչ միայն ՆԱՏՕ-ի երկրներ, ոչ միայն Մոսկվայի բացահայտ հակառակորդներ, Հայաստանը։ Եվ ժամանակը չեզոք չէ։ Հայաստանի քվեարկությունից 3 շաբաթ առաջ Մոսկվան նույն ճնշման շղթային ավելացնում է նոր պիտակ։ Մարտից Մատրիոշկա ցանցը տարածում էր կեղծ տեսանյութեր, թե Հայաստանը կարող է պատերազմի մեջ մտնել Ռուսաստանի հետ։ Հետո Պուտինը Հայաստանի եվրոպական ուղին համեմատեց Ուկրաինայի հետ։ Հետո ռուս պաշտոնյաները խոսեցին, թե Հայաստանին քաշում են ԵՄ-ի հակառուսական ուղեծիր։ Հիմա Հայաստանը ռուսաստանցիներին ներկայացվում է որպես ռիսկային երկիր։ Ուղերձը շերտերով է կառուցվում։ Եվրոպան վտանգ է, ինքնիշխանությունը պճընքնիշխանությունը պատժի պատճառ է, Մոսկվայից հեռանալը հետևանքներ ունի։ Սա ռուս զբոսաշրջիկներին պաշտպանելու մասին չէ, սա Հայաստանի շուրջ զգացողությունը փոխելու մասին է, մինչև հունիսի 7-ը։ Օգտակար հարցը այն չէ, թե Հայաստանը պետք է խուճապի մատնվի, թե ոչ։ Օգտակար հարցը սա է. ում է ձեռնտու, որ հայ ընտրողը տեղամաս մտնի Մոսկվայի բարկությունը մտքում պահած։ Պրոռուսական ուժերին, հին կախվածության ճամբարին, բոլորին, ովքեր ուզում են, որ ընտրողը ընտրի վախով,